Հիմնադիր խորհրդարան ընդդիմադիր միավորման նախագահ Գարեգին Չուքազյանը բաց նամակ է ուղղել քննչական կոմիտեին եւ դատախազությանը, որում նշում է, որ միջազգային կոնֆերանսի հերթական հրավերն է ստացել, սակայն չի կարող մասնակցել, քանի որ դեռ ապրիլի 24-ի միջադեպի փաստով նախաքննություն է ընթանում։ Հիմնադիր խորհրդարանի նախագահն ասում է, որ հրավերը ստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհան Քլոսից, սակայն քննչական մարմիններն իրեն երկրից դուրս չեն ցանկանում թողնել, պատճառաբանելով երաշխիքներ չկան, թե ինքը նախաքննությունից չի թաքնվի։ Ամբողջ անհեթեթությունը նրա մեջ է, որ իմ քաղաքական գործունեությունը հրապարակային գործունեություն է եւ ես եթե պիտի թաքնվեի կամ փախնեի երկրից, ես շուտվանից փախած կլինեի։ Քննչական կոմիտեի նախագահի եւ դատախազի կողմից հիմնադիր խորհրդարանի նախագահը պատասխան դեռ չի ստացել, սակայն նշում է, որ բաց նամակն ավելի շատ ոչ թե նրանց է ուղված, այլ Հայաստանի քաղաքացիներին։ Ես կուզեի, որ երիտասարդությունը հասկանար, որ այս մարդիկ, որոնք այստեղ հեղափոխությունից են խոսում, իբրև թե, վերևից արվող հեղափոխություն, ընդամենը փորձում են կայունացնել իրենց խանական համակարգը, երկիրը զոնայի վերածել եւ որոշել ում ներս թողել, ում դուրս թողել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ոչ միայն հիմա սկսել են դուրս չթողել, այլև ներս էլ չեն թողում որոշակի մարդկանց։ Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների դեմ այս տարվա փետրվարին հարուցված գործը զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշներով կարճված չէ եւ ընդդիմադիր գործիչները շարունակում են մնալ մեղադրյալի կարգավիճակում։ Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի խոսքով նախաքննությունը արհեստականորեն ձգձգվում է, չի վերադարձվում նաեւ գույքը, որն առգրավվել էր խոզարկությունների ժամանակ։ Մի քանի հասարակական կազմակերպությունների պատկանող գույքը, հիմնադիր խորհրդարանի գույքը, առանձին անձանց պատկանող գույքը, համակարգիչներ, բարձրախոսներ, դրոշակներ, պաստառներ, թռուցիկներ մինչև հիմա առգրավել են եւ չեն վերադարձնում անհեթեթ պատճառաբանություններով կամ առհասարակ պատճառաբանություն չբերելով։ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները քիչ հավանական են համարում, սակայն, որ ապրիլի սցենարը կարող է կրկնվել նաև դեկտեմբերին եւ իրենք հայտնվեն ճաղերի ետևում։ Այն կեղծ բարոյախրատական տոնայնության մեջ, ինչ որ ապրիլի 24-ին փորձում էին մեր նկատմամբ իրականացնել, այդ նույն համատեքստը չկա այսօր, ընդհակառակը մենք քարոզչական գործընթացի մեջ ենք եւ լիարժեքորեն մասնակցում ենք քարոզչությանը, ոչի ուղղությամբ։ Բնականաբար շատ ավելի դժվար է հիմա, բացի այդ պետք է նկատի ունենանք, որ հիմա ժողովրդի նաև տրամադրությունները, հակվածությունը փողոց դուրս գալու, նաև մոտիվացվածությունը շատ ավելի մեծ է։ Մեզ հետ են տանում դեպի խորհրդային ծուղակը, միակուսակցական զոնան, բայց շատ ավելի վատ տարբերակով եւ այս ամբողջ սահմանադրական ուրեմն դատարկ խոստումները իբրև թե կախարդական նոր խոսքեր կան, որով ժողովրդավարություն պիտի հաստատվի երկրում բռնակալական, իրականում չեն համապատասխանում օրվա պրակտիկային, այսօրվա։